Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Թողարկման սկզբում նախ մի արտակարգ դեպքի մասին։ Լոռու մարզի դպրոցներից մեկում այսօր դաժան ծեծի է ենթարկվել 13-ամյա մի տղա։ Նրան տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է քննչական կոմիտե։ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել 15 հայ գերիներին, որոնք օրերս Բաքվի դատարանում ցմահ եւ երկարատև ազատազրկման դատապարտվեցին։ Եվրոպական խորհրդարանի անդամների համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե անցյալ տարի Ադրբեջանը նշանակալի քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, հունվարին ազատ արձակելով բանտարկված 4 հայերի, անցյալ շաբաթ էլ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն արժանացան Զայեդի մարդկային եղբայրության մրցանակին։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում շարունակել զարգացնել առկա դրական դինամիկան եւ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին, շեշտել են եվրապատգամավորները։ Նիկոլ Փաշինյանը հարևան Իրանի հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական եւ ընդգծել, թե բարձր է գնահատում նրանց շարունակական զարգացումն ու խորացումը։ Փաշինյանը սա ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին եւ նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով հղած շնորհավորական ուղերձում։ Վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն ի բարօրություն Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների։ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովն այսօր ընդունեց ՔՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Ըստ նոր փոփոխությունների, եթե 27 տարին լրացած անձը ծառայում է 12 ամիս, վճարում է 2.5 միլիոն դրամ, 6 ամիս 5 միլիոն, 1 ամիս 8 միլիոն դրամ։ Եթե չի ծառայում, ապա վճարում է 15 միլիոն դրամ։ Գործարար Տաշիր ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանն ընտրվել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ։ Մեր ձևով շարժումից հայտնել են, թե կայացել է կուսակցության համագումարը, որի ժամանակ ընտրել են նոր նախագահ եւ խորհուրդ։ Վաղն արդեն տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ը Սուրբ Ղևոնդյանց հիշատակի օրը քահանայաց դասի եւ հավատացյալների հետ երգել է Սարդարապատի երգը։ Ավարայրի ճակատամարտի ժամանակ Ղևոնդյան քահանաները առաջնորդել են հայկական բանակը, իրենց կրակոտ խոսքերով ոգեշնչելով զինվորներին եւ ուժ ու ոգի հաղորդելով հերոսներին։ Ճակատամարտից հետո Պարսից թագավոր Հասկերտը վրեժ է լուծել հերոս հոգեվորականներից, որոնք բոլորը սպանվել են։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու փետրվարի 11-ը։